եմ հղում աշխարհի բոլոր անկյուններում գտնվող իմ հայրենակիցներին, ովքեր հենց հիմա նայում են իմ տեսանյութը։ Արդեն 2026 թվականն է, սիրելիներս, այսօր հունվարի 5-ն է, եւ ես Ուրվորետանից դուրս եմ գնալու եմ հեռախոսիս այդ անսարքությունը վերացնելու։ Ուրեմն ձևը փոխվել է, պետք է հանդիպում վերցնենք։ Անցած տարի խոստացել էի, որ ձեզ համար վերջին տեսանյութ կնկարեմ, այդպես հետաքրքիր ինչ-որ բան կստացվի, երաժշտի, բայց անկեղծ ասած տրամադրությունս ընկած էր ու այդպես չստացվեց։ Չնայած եթե նկատեցիք, մազերս արդեն կտրած է, գնացի Վարշավիրանոց, Վարշավիրանոցից հետո գնացի հրապարակ, այնտեղ ինչ-որ ակրոբատիկ բաներ էին անում երիտասարդները, նայել եմ, կանգնել եմ, մտածել եմ։ Գնացի մազերս կտրեցի, հիմա էլ տուն եմ գնում։ Ճանապարհին տեսեք ինչեր էին անում, ժողովուրդը հավաքված իրանց համար։ Ես էլ մի քանի տեղ մտա, հիմա գնում եմ արդեն տուն եւ մի քանի նորություն ունեցա, տանը կզրուցենք, ասեմ, որ ինչեր են փոխվել այս ընթացքում, որ ես չէի մտել։ Բա, հաճելի եղանակ է, լավ ցուրտ է հավեսով։ Ժողովուրդ ջան, տանը ցույց կտամ ոնց են կտրեմ մազերս։ Ամեն տարի նման տոնական օրերին կարծես թե հյուրախաղերի կան, տարբեր քաղաքներից, նույնիսկ Անգլիայից են գալիս, նման միջոցառումներ են կազմակերպում, գումար են հավաքում։ Հիմա այսպես իրենք կխաղանք, երգեն, կպարեն եւ մարդկանց կկանչեն կենտրոն, նրանցով կզբաղվեն, մի խոսքով հետաքրքիր ձևով անց են կացնում այս միջոցառումը, վերջում էլ գումարներ են հավաքում։ Դե ես չգիտեմ կոնկրետ գոհ են մնում գումարներից, թե ոչ, բայց շատ հաճելի է։ Բոլորը սիրով միանում, նայում են, կարծես թե տոնական տրամադրություն են անում։ Տեսեք ինչքան ճարպի կոտլետներ են։ Հետաքրքիր է, չէ՞։ Ամեն դեպքում երաժշտությունը կա, ես մի փոքր փոխել եմ երաժշտությունը, արագացրել եմ, չգիտեմ կստացվի այս տեսանյութում սա թե ոչ, բայց եթե ստացվի, կգրեք մեկնաբանությունում, ձեզ դուր եկավ, թե ոչ։ Ահա, գնաց, որ ժողովրդի մեջից մարդ բերի եւ այդպես զբաղվեն, բայց չեկավ այդ աղջիկը։ Հիմա ինքը այդ աղջկա պատվին տեսեք ինչեր է անում եւ նորից կփոխի։ Այսպես կատակային ձևով անց է գացնում իրենց համարները։ Հիմա էլ պարան է թռչում, բայց սա շատ զարմանալի ձևով է թռչում։ Մի ոտքը կարծես թե փակում էր, մյուս ոտքով թռչում, հետո երկուսով նույն ձևով, շատ հետաքրքիր էր, նման ձևով պարան թռչել չի տեսել, անկեղծ ասած, տոնածառն էլ փայտնում, տոնական, այս էլ թռիչք արեց եւ այսպես 4-ն էլ տարբեր համարներով ներկայացան, ես իհարկե մի փոքր հատված ներկայացրի։ Որ պիտի գամ, ձեզ հետ շփվեմ, խոսեմ, բայց տրամադրությունը ստեղը չէր եւ ավելի լավ է վատ տրամադրությամբ եթեր չունենամ, քան որ պիտի ստիպված որևէ նախադասություն կամ բառ արտասանեմ։ Ես այդպես չեմ կարողանում։ Եթե նկատեցիք, նույնիսկ այս տարի այդքան էլ ես ձևավորում չէի արել, տոնածառ դե բնականաբար չէի էլ դրել եւ անգամ այն դեկորացիաները, որ սիրում էի, թեկուզ սեղանը զարդարել, մի տեսակ ձեռքս չէր գնում, չէր ստացվում։ Ամեն դեպքում հուսամ սա կմնա արդեն ինչպես 25 թվականը պատմության գրքում, այնպես էլ այս վատ տրամադրությունը թողեցի 25 թվականին։ Կյանքը առաջ է շարժվում, չէ, միշտ ասել ենք, պիտի գիտակցենք, որ մենք մեկ անգամ ենք ապրում։ Վատ բաները ճիշտ է չենք մոռանում, տխրությունը չի անցնում, սրտի մեջ այդպես ցավ է, մեխեր են խփվում, այսպես ասեմ, բայց դե կյանքը շարունակում է, սիրելիներս, եւ հիմա դուրս գալուց առաջ որոշեցի, որ ձեզ հետ միանամ, մի քանի բան այսպես խոսենք, շփվենք եւ արդեն սկսվի 26 թվականի տեսանյութերի շարքը։ Ուրեմն տեսեք ինչ կա իմ ձեռքում, ժողովուրդ ջան, հիշում եք, որ իմ արծաթե այս օղիթայը կորցրել է, հենց այդ կորցրածն է, եւ այս օրերին, որ այն լավ տնտղելով ու բորկա չէ, անում էինք, այդ ժամանակ եմ գտել, որ այդ նույն տեղը 1000 անգամ նայել եմ, մաքրել եմ, մի խոսքով անհավանական տեղից գտա,
Իսկ սրաթայը ցավուկ արդեն երբ Հայաստանը իգնաց այդ տարա հանձնեցի արծաթներ ունեի, չէ՞, մի բուր տարա հանձնեցի եւ Վանաձորում ավելի մատչելի հարմար, ոչ թե մատչելի, ավելի թանկ տվեցին, քան որ Երևանում առաջարկեցին արծաթի գրամը 350 դրամով վերցնել։ Ամեն դեպքում ափսոս, որ գտա շատ հաճելի ամառային փոքրիկ օղեր, ինչևէ, սա էլ կդնեմ մի կողմ եւ արդեն մի քանի էլի արծաթների հետ կտանեմ, քանի որ մոդելները փոխվում են, շատ խոշորներ այդպես արդեն ոնց որ չի ստացվում դնել։ Սա էսպես սիրելի հետևորդներ, ուրեմն տեսնում եք այս ծրարը, Delf B1 գիրքը եւ Delf A2 գիրքը, գրքերը վաճառում եմ Vinted-ով, հիմա B1-ը ցանկացել են, փաթեթավորել եմ ու դուրս եմ գալիս տանից, կգնամ ապլի գրասենյակ եւ որից հետո արդեն կտանեմ սա կուղարկեմ։ Ուրեմն սիրելի հետևորդներ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս մենք մեր նպատակները գրի ենք առնում, չէ՞, հիշում եք։ Արավետ նստեք, վերցրեք ձեր թուղթն ու գրիչը եւ արդեն գրենք, թե ինչ են երազում, ինչ նպատակ ենք դրել, որպեսզի կատարվի հենց այս տարի։ Ամեն դեպքում մեր նպատակները մենք գրի առնենք։ Հիմա ես ուրեմն գրի եմ առնում առաջինը, որ կարևոր է, քանի նպատակ ունեք։ Ուրեմն դուք մտածում եք ձերը, ես մտածում եմ իմը։ Ահա, երկրորդ նպատակս երկար տարիներ է ձգձգվում է չի ստացվում, հիմա այս տարի վերջնական այդպես երազանք նպատակ եմ գրում, որպեսզի կատարվի եւ արդեն ահա, այս տարի 4 նպատակ դրեցի, որպեսզի կարողանամ հասցնել իրականացնել։ Դուք գրեք ձերը այն ինչը որ երազում եք ունենալ եւ ինչը երազում եք անել, դրանք ուրեմն կկատարվեն։ Ես համոզված եմ, որ կկատարվի, քանի որ ամեն անգամ նման ձևով որ գրում ենք, իրոք իրականանում է, բացի դրանից նպատակային է դառնում եւ արդեն դուք մոտիվացվում եք, որ պիտի այդ ձեր գրածը անպայման իրականացնեք։ Սա էլ էս կողմ սիրելիներս, ուրեմն ցրտեր են մեզ մոտ։ Դե շատ ցուրտ չի Հայաստանի համեմատ, բայց -1, -3 գիշերը, ցերեկը +2-3, այս ընթացքում նման ջերմաստիճան մինչև 5 աստիճան բարձրանում է։ Դե դրանք արդեն այդ ջերմաստիճանները ցուրտ են համարվում մեզ համար։ Չնայած ինձ սա դուր է գալի արևոտ է եւ 4 սառը եղանակ է, գերադասում եմ այսպես, ոչ թե խոնավ կամ էլ ձյան փոխարեն անձրև է գալիս։ Գրեք տեսնեմ դուք ինչ եղանակ եք սիրում եւ ձեր մոտ ով որտեղից որ հետևում է ինչ եղանակ են սիրելիներս 2026 թվականին բոլորի ցանկանում եմ քաջ առողջություն սիրելիներս ինձ նույնպես առողջ լինենք որ կարողանանք հասցնել իրականացնել մեր նպատակները բարձր տրամադրություն եմ մաղթում մի քիչ հաջողություն եմ մաղթում հաջողակ լինելն էլ է չէ շատ կարեւոր Այսպիսի արտահայտություն կա, ասում են Տիտանիկի վրայի գտնվողները բոլորը երջանիկ էին, հարուստ էին, բայց հաջողակ չէին փաստորեն։ Հաջողակները արդեն ազատագրվեցին։ Ինչևէ, սիրելի հետևորդներ, ես միացա, որ ասեմ, որ ես կամ 2026 թվականում արդեն սկսում եմ իմ տեսանյութերը։ Շնորհակալ եմ, որ դուք ինձ հետ եք այս տարիների ընթացքում, տեսեք ինչքան արագ են թռչում տարիները։ Շատ շնորհակալ եմ իմ հավատարիմ մշտական հետևորդներին հատկապես բոլորիդ սիրելիներս մաղթում եմ բարեկեցություն Դե այս պահի համար այսքանը ես շտապում եմ արդեն ասեցի որովհետև մի քանի տեղեր պիտի գնամ եւ հասցնեմ այդ ամենը անել Դե ինչ որ նկարել էի հիմա դուք սրանք կտեսնեք ոչինչ անցած տարվան էր Չնայած հյուր ունեինք եւ այդպես ուզում եմ պարզապես ձեզ ցույց տալ, թե հայկական այդ ավանդական բաները ինչպես էի պատրաստել, շատ համեղ էին ստացվել եւ ես ինձ համար այսպես հայտնաբերեցի ժողովուրդ ջան, թե ինչու մինչեւ հիմա ես իջլի քյուրթան չէի սիրում։ Բանից պարզում է քիմիոնի պատճառով չէի սիրում։
ինձ քիմիոնի համը դուրս չի եկել։ Ու ես մշտապես խուսափել եմ։ Հիմա անցած անգամ որ քիմիոն չունեի, կարելի ասել չգցեցի, շատ քիչ էսպես, նույնիսկ չկար, ու ասեցի դե լավ, փորձեմ, գիտեի թե ունեմ։ Եվ առանց քիմիոնի, ժողովուրդ ջան, արտակարգ համեղ ստացվեց։ Ուրեմն եթե մարդիկ կլինեն, որ չեն զգում, թե ինչու չեն սիրում այդ կոտլետները, կարող եք քիմիոն չավելացնել, միգուցե հենց դա է պատճառը։ Մի խոսքով այս տարի ես ինձ համար հայտնաբերեցի, որ իջլիքույվ տանեն շատ համեղ են առանց քիմիոնի եւ շատ լավ է ստացվել էր։ Այն դեպքում մնացեք ինձ հետ, գնանք միասին եւ տեսեք թե ինչպես եմ անցկացնում օրս։ Այստեղ չորեքշաբթի օրը արդեն հունվարի 7-ից սկսում են մեծ զեղչերը։ Ուրեմն գնումներ մենք ունենք անելու եւ սպասում ենք հենց այդ մեծ զեղչերին։ Ահա տեսեք թե ինչ եմ պատրաստել։ Ուրեմն ասպիկ, վիչինա, երշիկը ես չեմ պատրաստել, բանջարեղենային աղցան, հավեի տապակե եւ պասուց տոլմա։ Սա էլ բլինչիկներն էր եւ իշլիքյուվտան հիմա տաքացվում է Կիևսկի կոտլետի հետ միասին։ Ահա։ Ժորժան ձյունա գալիս։ Ասեցի չէ որ ցուրտ է։ Փաստորեն ձյունա գալիս, չի նստի։ Դե մի քիչ կգա ու կհալվի ավելի վատ։ Նայենք ձյունը չտեսի նման ձյուն չի գալիս այստեղ։ Ընդամենը մի քանի րոպե եւ արդեն հասա ապլի գրասենյակը, շատ մոտիկ է մեզ, երևի 3-ից 4 րոպե։ Տեսեք որտեղ է գտնվում, եթե Լիլում ապրողներ կան ու դեռ չգիտեն, օպերայի հրապարակն է աջ կողմում, դե վերևում էլ արդեն հրապարակն է, տոնածառի լույսերը վառվում են, իսկ արդեն այս խաչմերուկում է գտնվում հենց ապլի գրասենյակը, որտեղ որ շատ լավ սպասարկում է կատարվում։ Ահա, դե ես մտա, նստեցի արդեն, շատ տաք է եւ սպասում եմ, որ ինձ մոտենան։ Հասային հեռախոսից խնդիրը չէր, ասում է այդ կապին է, SFR-ն է։ Մի խոսքով հիմա եք արդեն կոպի արեցի, վերեմ գցեմ ծանրոցս ու մտնեմ խանութ։ Ծանրոցս էլ գցեցի, քանի որ մոնոփխի մոտ եմ, մտնեմ մի հատ մոնոփխի, հետո արդեն գնամ։ Չնայած որոշել եմ մի հատ SFR-ի գրասենյակ էլ մտնեմ, տեսնեմ ինչ կասեն։ Ֆրանսիացիների սիրած խանութն է մոնոփխին, այստեղ թե մթերային գնումները, թե այս հագուստեղենի բաժինը շատ լավ որակի են եւ մարդիկ նախընտրում են, հետո մթերքները երբ որ առաքում են անում, կարծեմ առանցին գումար չեն վերցնում։ Կարճ ասած, հիմա այս խանութում ենք, այս կիսաշրջազգեստը ինձ հիշեցրեց իմ ուսանողական տարիները, նմանատիպ, ուրեմն կիսաշրջազգեստ հագել եմ, 50 եվրո արժե, 30% զեղչ է արված, զեղչերը գույներով այդպես փակցված են։ Գրեթե ամբողջ խանութի ապրանքատեսակների վրա զեղչեր են հայտարարված, բացի կաշիմերից այս հետաքրքիր տաք բլուզների վրա։ Երբեմն լինում է 50%, բայց երևի թե մեծ զեղչերի ժամանակ կհանդիպեն։ Այս պահին զեղչված չէ, 100 եվրո արժե, բայց շատ տաք ու լավն է։ Շատ փափուկ է, տարբերվող։ Դե գիտեք չէ, կաշիմիրը ինչով է տարբերվում, ինչ առանձնահատկություն ունի։ Եթե չգիտեք, ես հաջորդ տեսանյութում մանրամասն կանդրադառնամ կաշիմիրի հետ կապված բոլոր հետաքրքիր հարցերին։ Ասեցի չէ, որ հունվարի 7-ին զեղչերի սեզոնը սկսում է։ Զեղչերից առաջ ամեն խանութ իր հաճախորդների համար, ովքեր խանութի քարտեր ունեն, նրանց համար զեղչեր են հայտարարում։ Եվ երևի հենց այդ ընթացքում էլի կարող ես գտնել լավ բաներ։ Հետո արդեն մասսայական զեղչերում էլ նույն բաները չես գտնի։ Նայեցի, ինչ հարմար բաներ չգտա, հիմա իշտեմ գնամ։ Ձյունը դեռ շարունակվում է։ Դե հալվում է եկածը, տեսեք, ինչքան հետաքրքիր է։ Չէ, մտա արդեն Իվրոշե, այստեղ 60% զեղչ է արված, դեմքը մաքրելու այս փոքրիկ ջրերն են, 1 եվրո եւ քանիս, եւ այստեղ կրեմներ, դեմքի հակատարիքային կրեմներ, սերում, տեսեք 60%, սրբած է այս դարեկները, մի քանի օր առաջ որ մտա շատ բան կար։
Ժողովուրդ ջան, գրեթե մարդ չկա, էլի շատ թեթև է, երկու շաբթի հետո առավոտյան է, լավ է, ձյունն էլ գալիս է, երևի մարդ չկա, չնայած հիմա հրապարակ են անիվը լավ էլ պտտվում է, մտայի վրոշ է, բան էր տեսա, բայց քարտս մոռացել էի, հետո կգամ, դե իսկ գնամ, այսպես պտտվելով գնամ տուն, հետո կհանդիպենք։ Երբ ձյուն եմ տեսնում, որ գալիս է, ակամայից հիշում եմ Ռուբեն Հախվերդյանի երգի տողերը։ Ձյուն է գալիս է դանդաղ, ձյունը իջնում է հանդարտ եւ հաճելի է շատ։ Մտա SFR, բայց նայել ասում եմ միակ մարդը, որ ասում է կարող ընդհանուր է ինչ-որ նման բան եղել է տեղանքի հետ կապված, բայց որևէ բողոք բան չի եղել։ Ինչևէ կարևորը հիմա աշխատում է։ Դե գնացի ժողովուրդ ջան, տեսնում եք, չէ ինչ հաճելի ձյուն է գալիս։ Իրոք ձյունը հեքիաթային է։ Անկախ քեզանից ինչ-որ լավ բաներ ես չեմ մտածում։ Սիրելիներս, տեսնում եք, արդեն տանն եմ, սուրճ եմ խմում ձեզ հետ միասին եւ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ եթե դուք, ովքեր իհարկե ապրում են Ֆրանսիայում, դիմելու եք 10 տարվա կամ քաղաքացիության համար, նախորդ պիտի պատասխանեք 40 հարցի, այսինքն էկզաման civic պետք է հանձնեք, սա նորություն է։ Իհարկե մինչ այդ ասում են, որ բոլորը, ովքեր որ իրենց փաստաթղթերը պիտի հանձնեն տիտղը դե սեժուր ստանալու համար, հիմա ասում են, որ երկարաժամկետ, այսինքն 10 տարվա թուղթը եթե պիտի ստանամ, այդ դեպքում է։ Հիմա տեսնենք, դա հենց այս տարվանից է մտել օրենքը, բայց կգործի, թե ոչ, քանի որ ես միշտ ասել եմ, օրենքը երբ դուրս է գալիս կախված պրեֆեկտուրայից, կարող է փոփոխության ենթարկվել, էլի, պրեֆեկտ կա, որ ինքը խստիվ հետևի այդպես, անի պրեֆեկտ կա, աչք փակի, մի խոսքով, դեռ պարզ չի, եթե դուք ունեք նման արդեն հնարավորություն, որ պիտի դիմեք, այ դուք կգրեք, թե դա հաստատ է, հենց հունվարի 1-ից էլ կիրառեցին, թե ոչ, ես օրենքներն եմ ձեզ ասում։ Եվ մյուս օրենքը 26 թվականից կբարձրանա ամենացածր աշխատավարձը SMIG-ը, 1446 կդառնա մաքուրը, որը արդեն մոտեցավ սովորական բյուջետային աշխատողների աշխատավարձի չափին։ Տեսեք, թե այս վերջին տարիներին ինչքան բարձրացավ 980-ից մինչև այսքան։ Իսկ մյուս բյուջետային աշխատողների աշխատավարձերը դեռևս մնում են նույնը։ Տարվանից, եթե դուք հիվանդության համար բուլետեն եք վերցնում, կարող են ձեզ հսկել։ Այսինքն մարդիկ կան, ովքեր վերցնում են բուլետեն եւ գնում են ճամփորդության կամ տեղում չեն լինում։ Մի խոսքով, տեսազանգով պիտի ստուգեն, թե դուք որտեղ եք գտնվում։ Սա էր, եւ ելի 26 թվականից, երբ որ կանայք գնում են դեկրետ, այսինքն երեխայի ծնունդից հետո այստեղ Հայաստանի նման չէ, երկար չեն կարող մնալ։ Հիմա մոտ 2 ամիս, 40 օր, որքան որ ես գիտեմ, եթե կսխալվեմ գրետ, հիմա մի փոքր կարճացրել են եւ վճարովի են դարձրել, որը որ շատ լավ է։ Այդ մի դրական բանը, էլ ինչ ասեմ ձեզ սիրելիներս, ինչ նորություններ կան։ Եվ արդեն ամպոյի մեջ այնտեղ պետք է նշվի բոլոր այն ծախսերը, անգամ այն Vinted-ը հիշում եք, որ ես ասում եմ Vinted-ի արած առևտուրը։ Ամեն ինչը պիտի նշվի ամպոյի մեջ, այսինքն այն հայտարարագրի մեջ, որ ներկայացվում է հիմա նաև Հայաստանում։ Սա էլ էս մասին։ Սուրճս ուրեմն ավարտեմ, ձեր ցույց տամ Կարենի ստացած նվերը, քանի որ Կարենի ծնունդը հունվարի 1-ին է։ Ես իրեն սրճի ապարատ եմ նվիրել, այսինքն ասում եմ տան համար ես նվիրել։ Հիմա համապատասխան նմանատիպ նվերն էլ ինքը ինձ կանի, երբ որ կանի ցույց կտամ։ Ձյունը վերջացել է, ասեցի չէ որ մի քանի րոպե կտևի, բայց շատ առատ լավ հավեսով ձյուն էր գալիս։ Գիտեք, օծանելիք։ Դիզել։ Ահա։ Շատ լավ հոտով։ Կարճ ասած, ես էլ մեր մտերիմ ընտանիքից ենք ստացել, ովքեր միշտ գալիս են, հատկապես այս տարի, որ հարգեցին, որտեղ եղբայրս մահացել էր, իրենք եկան մեր տուն, որոնց շնորհակալ եմ,
Դե մենք այստեղ առանձնապես շատերի հետ չենք էլ շփվում, ում հետ որ մոտիկից լավ շփվում ենք, իրենք էլ եկել էին։ Ասում են կարոտը խոսել չգիտի, բայց իմ կարոտը արտասվել գիտի։ Ասում են կարոտը լսել չգիտի, բայց իմ կարոտը արարել գիտի։ Ասում են կարոտը զգալ չգիտի, բայց իմ կարոտը համբերել գիտի։ Ասում են կարոտը տեսնել չգիտի, բայց իմ կարոտը երազել գիտի, ապրել գիտի, նվիրվել գիտի, խավարի միջից խենդ բոցավառվել ու մարել գիտի։ Ասում են կարոտը ատել չգիտի, բայց իմ կարոտը հանդուրժել գիտի։ Նա ներել գիտի ու սիրել գիտի, ամեն նոտայից, ամեն հնչյունից իր լեզվով գոչել, հառաչել գիտի, ամեն մի բառը ու ամեն տառը նա համառորեն վերլուծել գիտի։ Ասեք կարոտը ոչինչ չգիտի, բայց ես էլ կասեմ, որ իմ կարոտը տանջվել էլ գիտի։ Դե սիրելի հետևորդներ, կարծում եմ հատկապես վերջաբանը դուր կգա պոեզիայի սիրահար հետևորդներիս։ Այսքանով ավարտում եմ 2026 թվականի առաջին տեսանյութը։ Բոլորիդ սիրում եմ, շնորհակալ եմ մեկ անգամ ևս և չեք մոռանում, որ մենք միշտ հանդիպում ենք երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Ֆրանս վիտ այսա վլոգ ալիքում։ Եթե կարճ շորտեր լինեն, նրանք էլ այդ օրերի ընթացքում կարող եմ տեղադրել, իսկ տեսանյութերը հիմնականում այդ օրերին կլինեն, այնպես որ հետևեք իմ ալիքին և մի մոռացեք մեր հանդիպման ժամերը։ Այսքանը։ Բոլորիդ։